Երևի թե դպրոցից սկսած մանկապարտեզից էլ համալսարանում էլ գուցե այո բնավորության գիծ է լինել անընդհատ չտեղավորվող դերի եւ քեզ փակցված պիտակների մեջ։ Ես ապրում եմ, աշխատում եմ, կամ այնպիսին, ինչպիսին ես կամ, ես ինքս ինձ չեմ կաշկանդում, մտածելով, վայ, ինչ կասեն, անձնական, անհատական, արտաքինին վերաբերելի կոմենտներն ու չարախոսությունները շատ ավելի հեշտ ես մարսում, մանավանդ տարիքի հետ, բայց ինչ վերաբերում է ընտանիքին, ինչ վերաբերում է երեխաներին, շատ ավելի զգայուն ես։ Լրատվականներից մեկը նկարել էր իմ եւ պարոն Պապիկյանի զրույցը, որ ազգային ժողովում եւ վերնագիր էր զետեղել, որը այո թիրախավորող էր։ Ես կարծես թե ինչ որ բան եմ խոսում, խնդրում պաշտպանության նախարարին ազգային ժողովում, այնինչ այնտեղ ես որպես առողջապահության նախարար էի եւ ոչ թե երկու զինվորների մայր։ Սմարթֆոն չունեն բանակում, շատ բանից տեղյակ չեն լինում եւ սա էլ լավ է։ Աղջիկս իհարկե ավելի հետևում է, բայց էլի ոչ այդքան, հումորով է վերաբերում ավելի, դա շատ կազմակերպված է, դա ունի արտահայտման տարբեր խողովակներ, կան ավելի կենտրոնական ինչ-որ անձինք, ովքեր դա ղեկավարում են եւ կան լրագրողներ, որոնք դա օգտագործում են։ Վերջին 6 ամիսները եղել են անդադար աշխատանքի ամիսներ։ Եվ ես մաղթում եմ բոլորին, որ այսպես նախանձում է, որ ժամանակ ունի ապրելու, ինչապ աշխատանք։ Ես ուրախ եմ, որ սովորական պարը ցնցել է շատ մարդկանց, անընդհատ մեզ օբյեկտիվի կենտրոնում պահել եւ հարվածել, որ երևի թե մտածում են հոգնենք քաղաքական գործունեությամբ զբաղվելու այս արատավոր ընթացքից նաեւ իրենց պատկերացումներով, բայց ուզում եմ հիասթափեցնել, որ դա չի ազդելու։ Ակտիվ կանանց նկատմամբ որոշակի առավել ուշադրություն կա կենտրոնացված։ Թե համընդհանուր սերը, թե նաև պահի տակ համընդհանուր պարսավանքը, դրանք պահեր են, որոնք ոչինչ չեն նշանակում, հետևեք ձեր արժեհամակարգին, հետևեք ձեր երազանքներին եւ ամենակարևորը երջանիկ լինեք։